Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է տնտեսագետ Աղասի Թավադյանը։ Պարոն Թավադյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Թավադյան մի քանի օր է ակտիվ քննարկվում է հանրային, քաղաքական կյանքում, թե ինչ սպառնալիքներ են հնչել Ռուսաստանից եւ ինչ տնտեսական իրավիճակ կարող է լինել Հայաստանում, եթե Ռուսաստանի նշած այդ քայլերը գործնական տեսք ստանան եւ ես մի քանիսը դրանցից թվարկեմ եւ հասկանանք դրանք եթե լինեն Հայաստանի տնտեսությունը ինչ վնասներ ունենալու եւ ինչ է կորցնելու հայ մարդը ընդհանրապես ֆինանսապես եւ տնտեսապես ռուսները ասում են որ եթե ձեր ճանապարհը այսպես շարունակի գազը կթանկանա արտահանումը խնդիրներ կունենա նույնիսկ մեր բիզնեսները որ այնտեղ կան հայերի բիզնեսները խնդիրներ կունենան իրենք ներդրումներ կարող է չլինեն Օվերչուկը խոսում էր նաև օթային տարածքը փակելու մասին, ատոմակայանի շահագործման հետ կապված խնդիրներն են ներկայացնում, երկաթուղու հետ կապված, շարքը կարելի է շարունակել, բայց ամենակարևորը սկսենք գազի թանկացումից, եթե Հայաստանում ռուսական գազը թանկանա, դա ինչ խնդիր կստեղծի։ Ուրեմն առաջինը քննարկենք նրանից, թե ինչ ունենք մենք, տեսեք, կարող են շատ քաղաքական հայտարարություններ հնչեցվել, երկու կողմից, այո, որոնք իրականում պարզապես աղմուկ կարող են լինել, որտեղ տնտեսությունը այլ բանի մասին է խոսում։ Եթե մենք նայենք 2018 թվականից այս կողմ, այս կառավարության օրոք ինչ է տնտեսապես կատարվել, ապա հստակ կտեսնենք, որ մեր արտահանումը դեպի Ռուսաստան 5 անգամ աճել է, 5 անգամից ավել։ Դեպի Եվրամիություն մոտավորապես 5%-ով կրճատվել է։ Այսինքն սա մի քանի բանի մասին է խոսում։ Առաջինը, որ մեր տնտեսության վեկտորը անկախ քաղաքական հայտարարություններից դա է, կամ ինչ որ մի բան հայտարարվում է, ասենք, հանրային դասանում, ինչ որ մեկին ինչ որ մի բան ցույց տալու համար, բայց իրականությունը այլ է ցույց տալիս, տնտեսական աճը այլ է ցույց տալիս, որ մեր կապերը Ռուսաստանի հետ այս 8 տարիների ընթացքում 2018 թվականից այսքան 7 տարիների ընթացքում ել ավել են սերտ աճը։ Ու եթե Ռուսաստանի հետ այսպես ասած ԵԱՏՄ-ից հրաժարվենք այս բանին, մեզ ավելի ցավոտ է լինելու, քան նույնիսկ 18 թվականին, ինչքան է դա ապատրաբանական լինի առաջին հայացքից։ Սա առաջինը, երկրորդը տեսնենք այս բանին ինչ է կատարվում աշխարհում։ Նավթի գները համաշխարհային թանկացել են բավականին։ Պետություններ կան, որտեղ նավթի գինը, բենզինի գինը, վառելիքի գինը 1.5-2 անգամ աճել է 40 օրվա ընթացքում։ Օրինակ համար Ավստրալիայում, որտեղ ոչ միայն նավթի գինը, բենզինի գինը 2 անգամ աճել է, այլ ընդհանրապես բենզալացակայաններում վառելիք չկա։ Նույնն էլ ասիական շատ պետություններ, Ամերիկայում 40-ից 50%-ով ԱՄՆ-ում նավթի գինը աճել է։ Մենք դեռևս դա չենք զգացել։ Դեռևս եմ ասում, որովհետև Բայց այսօր նկատեցին, որ նավթի գինը հրադադարով այդ պատերազմ պայմաններով իջել է։ Սա առանձին աշխարհակաղակական հարց է, սա կոնկրետ այս պահին շուկան արձագանքում է դրան, բայց պետք է հասկանալ, որ արդենից մեծ վնասը տրվել է, որովհետև նավթամթերքը կամած գնացող տանկերները, որ դուրս է գալիս Պարսից ծոցից, որոշակի ժամանակ անց նոր հասնում է նշանակակետին։ Օրինակ Եվրոմիություն հասնում է 40 օրում, ու արդեն վերջին տանկերներն են հասում Եվրոմիություն, եւ դա նշանակում որ Եվրոմիությունում արդեն իսկ սկսվելու է նավթամթերքի եւ բանի թանկացումները։ Եվ նույնիսկ եթե հիմա բացվի այս պահին որոշակի ժամանակահատված է պետք մինչև նորից հասնի Եվրոմիություն նոր տանկերները եւ դա 40 օր չի լինի, որովհետեւ օրինակի համար Օմանը դադարեցրել է, ասենք հեղուկ գազի արտադրությունը եւ բավականին մեծ ժամանակահատված է պետք մինչեւ դա վերսկսի։ Շատ նավթահորներ վնասված են, որ էլի մեծ ժամանակահատված է պետք մինչեւ դա վերականգնեն, վերսկսեն այդ դա իրանից ներխնդիր է ներկայացնում։ Այս ամեն ինչի մեջ, բացի նաև հասկանանք, որ մենք խոսում ենք վառելանյութի մասին, այստեղ ավելի մեծ խնդիր կա, որը չեն խոսում, դա պարարտանյութն է, որը էլի այս պահին մեծ խնդիր է, որովհետև Հորմուզի նեղուցից ոչ միայն հեղուկ գազի եւ նավթամթերքի մոտավորապես 20%-ն է դուրս գալիս, որը ծովային ճանապարհով է դուրս գալիս, այլ նաև պարարտանյութի մոտ 1/3-ը, հելիումի մոտ 1/3-ը, եւ պարարտանյութի մեծ մասը գնում է Եվրոմիություն, հիմա գարնանացան է, այսինքն այդ պարարտանյութ չի հասնի Եվրոմիություն, եւ այս պահին, որ աշխարհի բնակչությունը 8 միլիոն է, 8 միլիարդ է կներեք, զուտ այն բանի հաշվին է, որ պարարտանյութի շնորհիվ, եթե առաջ
1 հեկտարից 1-2 տոննա ենք արտադրում, հիմա 14 տոննա ենք արտադրում եւ նույն հողականակով մենք կարողանում ենք ոչ թե 2 միլիարդ մարդ պահել, այլ 8 միլիարդ։ Այսինքն, եթե այսպես շարունակվի, մենք ոչ միայն բենզինի խնդիրը կարող ենք ունենալ, այլ պարարտանյութի, որը կբերի սովի։ Տեսեք, մեր այս պահին ուզենք թե չուզենք, բենզինի վառելիքի մոտավորապես 95%-ը գալիս է Ռուսաստանի Դաշնությունից, դա պարարտանյութի գալիս է Ռուսաստանի Դաշնությունից։ Եվ մենք չենք զգացել այս համաշխարհային ազդեցությունը դեռևս, որովհետև դրանք գալիս են Ռուսաստանի Դաշնությունից։ Հիմա, եթե այդ հոսանքը կտրվեց, մենք պիտի այլընտրանքներ ունենք։ Իսկ ունենք մենք այլընտրանք, օրինակ գազի հետ կապված։ Դե գազի այլընտրանք Պարսկաստանն է մեկը, որը այս բանի էլի խնդրի առաջ է, տեսեք, մենք գազի այստեղ շատերը խոսում են, տեսեք, պատերազմից հետո եւ դրական եւ բացասական արձագանքներ եղան Հայաստանի Հանրապետության համար, այս պահին դրական արձագանքները մեր տնտեսության համար ավելի շատ են, քան բացասականները, որովհետեւ Պարսկաստանը քանվում է կապիտալից։ Պարսից ծոցը երկրներում աճուրդ է կապիտալի եւ մեծ քանակությամբ կապիտալ է դուրս գալիս Դուբայից, այլ պետություններից, քաղաքներից։ Ինչ որ որոշ մասեր հայտնում է Հայաստանի Հանրապետություն, որ ել ավելի հարստացնում է բանկային համակարգը, սակայն արտադրողները այս պահին խնդիր ունեն, արտահանողները այս պահին խնդիր ունեն, ներմուծողները որոշ այս պահին խնդիր ունեն։ Ու մենք արդեն իսկ սովորական քաղաքացին թանկացումները զգում է, այլ խնդիրներ կարող են առաջանալ, բայց մեծ առումով սա դրական է անդրադառնում։ Պարսկաստանն է։ Բացի դրանից որոշակի խնդիր կա Պարսկաստանի հետ, որ ոչ մեկ չի խոսում այս բանին։ Հայաստանը հիմնական արտահանումը դեպի Պարսկաստան դա էլեկտրոէներգիան է գազի դիմաց, եւ այդ բարտերային արտահանումը սովորական արտահանում չի, իհարկե մենք կանանք գազի շատացնենք Պարսկաստանից, բայց այդ գազա տարը Ռուսաստանն է կառավարում, որ էլի հարցեր առաջացնում, ինչու պիտի Ռուսաստանն է կառավարի։ Այստեղ հարցը ինչու՞մ է, որ էլեկտրականությունը միակ ապրանքն է, որ արտադրվեց միանգամից պիտի սպառվի։ Մենք չենք կարող մարդկության չունենք որ դա կուտակենք։ Եվ այս պարագայում Պարսկաստանը յուրահատուկ մարդկոց է մեր համար հանդիսանում։ Այսինքն հավելցուկային էլեկտրոէներգիան, որ այս պահին արտադրել ենք, չենք անում սպառենք, արտահանում ենք Պարսկաստան։ Եվ 2000 այս ցուրտ ձմերը ցույց տվեց, որ մեր էլեկտրահամակարգը բավականին խոցելի է։ Եվ եթե մենք չունենանք այդ կապը կամ այդ պատերազմից խոցվի, մենք կունենանք բավականին մեծածավալ անջատումներ։ Դա պիտի հաշվի առնել։ Բայց այս պահին արձագանքը տնտեսության վրա դրական է ընդհանուր առմամբ։ Եվ դրական նշած այդ կապիտալի արտահանքի։ Այո, որը սկսվեց իրականում ոչ թե պատերազմից, ավելի շուտ է սկսվել 2025 թվականի սեպտեմբերից է սկսվել, որի արդյունքում մենք ունեցանք 2025 թվականի վերջին հանկարծակի տնտեսական աճ չսպասված, որտեղ թե IMF-ը, միջազգային վալուտային ֆոնդը, թե մեր կենտրոնական բանկը, թե այլ կազմակերպությունները, ինչպես նաև ես, ասում ենք, որ 5.5% շրջանակում է լինելու մեր տնտեսական աճը, փակեցին 7.2, զուտ այն պատճառով, որ Պարսկաստանից այդ ընթացքում մեծ քանակությամբ կապիտալ ծածուկ կերպով եկավ Հայաստանի Հանրապետություն եւ ոչ մեկ դա չտեսավ։ Այն նրա համար, որ մինչև այդ սա առաջին դեպքը չէ, որ Պարսկաստանի վրա փորձում են հեղափոխություն անել, իշխանապողություն անել, 12-օրյա պատերազմներ անցած տարվա ամառը դրան անկայուն իրավիճակով պայմանավորված։ Այո, նույնը այս տարվա սկզբին, երբ որ Պարսկաստանում մեծածավալ ասենք քաղաքական ցնցումներ եղան եւ մարդիկ դուրս եկան փողոց, դա էլի նախապատրաստվել էր եւ նույնիսկ Scott Bessent-ը, որը ԱՄՆ ֆինանսների նախարարն է, Secretary of Treasury, ինքն էլ հայտարարեց, որ նախապատրաստում էին, որ կապիտալը դուրս գա Պարսկաստանից։ Եվ մինչև այդ պարտիտալը մեծ քանակությամբ արտաժույթը դուրս եկավ Պարսկաստանից, որի արդյունքում տարվա սկիզբ պարսկական առույթը ռեալը հանկարծակի մի քանի տասնյակ անգամ արձազրկվեց $1.43,000 ռեալից մինչև այսպայն 1 միլիոն, այսպայն 1.4, 1.3 միլիոն է $1։ Ու եկավ Հայաստանի Հանրապետություն այդ կապիտալը։ Երրորդ ալիքը, ուրիշ ալիքը Պարսից ծոցից այս պահին ոնց որ հասկանում ենք օրինակի համար Դուբայը Միրաժ էր ուղիղ եւ փոխաբերական իմաստով ավազի վրա էր կառուցված։
Նշեմ նաև, որ եթե այս ամեն ավելի կոնկրետ հետաքրքիր է, ես այս ամեն ինչ ավելի խորը վերլուծել եմ իմ կայքում տվյալ.com, որտեղ նաև բերված են փոխարժեքի տվյալները եւ ոնց են փոխվելու ժամանակի ընթացքում, որ փոխարժեքն է, ոնց է իրան բերելու։ Այդ ամեն ինչը իմ կայքում ավելի տրված է։ Վերադառնանք կրկին գազի հետ կապած։ Ենթադրենք գազի գինը թանկացավ։ Հայաստանում ինչ շղթայական թանկացումների դա կբերի։ Տեսեք, ինչ վիճակ կլինի։ Պետք է արդեն գնաճը մենք զգում ենք, որտեղ Պարսկաստանից որոշակի ապրանքներ, որ գալիս էին, դադարեցվեցին, շատ կազմակերպություններ, որոնք իրանից բանաստանում են, արդեն թանկացումները երևում են, խնդիրներ ունեն, ծույի թանկացում, կաթնամթերքի թանկացում, արդեն զգում ենք պահածոների օղու, շղթան շարունակվելու է, որովհետև հիմնական երկու ապրանքը, որոնք ազդում են գնաճի վրա, դրսից եկող, դա հացահատիկն է կամ ալյուրը եւ բենզինը, դիզելը։ Ալյուրը հիմնականում հացահատիկը խփում է ցածր եկամուտներ ունեցող խավի գրպանի վրա, որտեղ ալյուրը հանդիսանում է իրենց ցածր եկամուտներ ունեցող խավի հիմնական սնունդը։ Այսինքն մենք աղքատների ավելի աղքատացում կա։ Այսինքն թանկացումը առաջիկայում դեռևս շարունակվելու է, տեմպը թանկացում ունենալու ենք, դա չարյաց փոքրանն է, այսինքն տեսեք, այն ազդեցությունը, որ մենք ունենք արևան Պարսկաստանից, ինքը կոմպլեքս է, այս պատերազմի արդյունքում։ Ինքը կոմպլեքս է, ինքը շատ բաներ վերադասավորում են, ընդհանուր տարվա վերջ ունենալու ենք տնտեսական աճ, բավականին մեծ, այս ամեն ինչի արդյունքում, քանի որ մեծ քանակությամբ կապիտալ է հոսում Հայաստան, հիմնականում բանկային համակարգ, որը շարունակելու է բերել բանկային համակարգի ել ավելի հարստացման եւ հարակից ուղղությունների։ Սակայն այլ ոլորտներ, որոնք բուն կախված են արտահանման հետ, առևտրաշրջանառության հետ, այս բանի դժվարություններ կամ որոշ մասերում կորուստներ։ Այդ առումով էլ հետաքրքիր է, ասում են արտահանման խնդիրներ էլ կունենա, օրինակ եթե Ռուսաստանի հետ կապված քաղաքական հարաբերությունները մենք տեսնում ենք սրվեն, Հայաստանը կանգնելու է արտահանման մեծ խնդրի առաջ։ Դա ինչ է նշանակում Հայաստանի գյուղատնտեսության համար։ Ես գյուղատնտեսությունը մեր մոտ վատ վիճակում է արդեն իսկ, ասեմ, եթե նայենք մեր տնտեսական աճի մեջ, ապա գյուղատնտեսությունը միակ ոլորտն է, որը կումուլյացիվ վերջին տարիների 18 թվականի ընթացքում 18% անկում է ապրել։ Այսինքն հիմնականում ինչ որ աճ եղել է, Երևանի կենտրոնում է եղել, դրա համար գյուղերից մարդիկ գալիս են Երևան, գյուղերը դատարկվում են, բայց դա մի կողմ։ Պետք է նորից նշեմ այդ միտքը, որ 2018 թվականի սկզբից մեր արտահանումը դեպի հիմնական ուղղությունը Ռուսաստանն է։ Դեպի ԵԱՏՄ Ռուսաստան 5 անգամ աճել, 5 անգամ։ Եվ մեզ այս պայն այլ ավելի ծանր կլինի Ռուսաստանից հրաժարվել, քան 18 թվականին, ինչ էլ կառավարությունը այս պահին ասի, որը կարող է նաև ինչ որ քաղաքական դրդապատճառներով լինի։ Հիմա, եթե նայենք մեր արտահանումը, դեպի Ռուսաստան մեր արտահանումը ամենադիվերսիֆիկացվածն է, ամենաշատ ամենաբարձր ավելացված արժեք ունի։ Եվ ճիշտ է, Ռուսաստանի շուկան շատ պարզ ու հեշտ է եւ որակին ընդհանրապես չի նայում, ինչ ուզում ենք այնտեղ արտահանում ենք, որը ինչ որ տեսանկյունից վատ է, որտեվ դա չի բերում նրան, որ մենք ասենք ստիպված ենք լինում ինքնազարգանալ որակը բարձրացնել այլ շուկաներ գրավելու համար, այլ շուկաներ գրավելու համար, որին պետք է ցկտել։ Բայց եւ այնպես մեր հիմնական արտահանման շուկան Ռուսաստանն է։ Պատրաստի արտադրանքի, այսինքն մեր գյուղատնտեսական ապրանքի 80-ից 90%-ը գնում է ԵԱՏՄ շուկա, կամ Ռուսաստան։ Այնտեղ դեղագործական ապրանքների մի 60%-ը գնում է ԵԱՏՄ, պլաստմասի մի 60%-ը գնում է ԵԱՏՄ։ Միակ ապրանքը, ապրանքախումբը, որը կարողացել ենք դիվերսիֆիկացվել, այսպես ասած success story-ն, դա թեթև արդյունաբերությունն է, տեքստիլ ու տրիկոտաժը, որը այս պահին գրեթե հավասար ներկայացություն ունի թե Եվրոմիության շուկայում, թե Ռուսաստանի Դաշնությունում։ Սակայն դա էլ կարող է խնդիրներ առաջանալ, եթե Թուրքիայի սահմանը բացվի, բայց դա առանցին պատմություն է։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, եթե օրինակ Հայաստանը որոշի ԵԱՏՄ-ից դուրս գալ, իր կորուստները տնտեսապես կտրուկ են լինի, այսինքն զգալի կորուստներ են ունենալու։ Տեսեք, ուզում եմ հասկանալ ԵԱՏՄ-ն մեզ համար ինչ է նշանակում։ Մնալ ԵԱՏՄ-ում կամ դուրս գալ։ Այդ տարբերությունը ինչ է լինելու։ Տեսեք, ես քաղաքականը։ Չէ, զուտ տնտեսական, ինչ կշահենք եւ ինչ կկորցնենք տնտեսապես։ Տեսեք, ԵԱՏՄ-ն իրականում առաջին հայացքից կարող է չերևալ, որտեղ քաղաքական հայտարարություններ, բայց օրինակի համար եթե նայում ենք փողոցում տուրիստները, туриզմը,
հիմնականում ովքեր են գալիս, կամ թեկուզ 2022 թվականին, եթե երբ ունեցանք բավականին մեծ տնտեսական աճ, 12.6%, ինչով է պայմանավորված այդ տնտեսական աճը։ Այդ տնտեսական աճը պայմանավորված է նրանով, որ բավականին մեծ քանակությամբ կապիտալ ու աշխատուժ ներհասեց Ռուսաստանի Դաշնությունից։ Եվ այդ 12.6% տնտեսական աճի կեսը ապահովել էր բանկային ոլորտը եւ ՏՏ ոլորտը, որոնք զուտ պայմանավորված են անում, որ Ռուսաստանից մեծ քանակությամբ կապիտալ եկավ եւ աշխատուժ եկավ։ Ու ըստ ԵԱՏՄ համաձայնագրի 4-րդ հոդվածի ԵԱՏՄ անդամ պետությունների հետ պիտի ազատ տեղաշարժ լինի կապիտալի, աշխատուժի, ապրանքների ու ծառայությունների, որը մեզ թույլ է տալիս այս ընթացքում բավականին աճեցնել մեր արտահանումը, ինչպես նաեւ այդ կապիտալը ընդունել եւ աշխատուժ, որտեղ եթե դա չլիներ, 22 թվականին այդքան մեծ քանակությամբ կապիտալ ու աշխատուժ չէր գա, այս պահին այդքան զգալի ՏՏ ոլորտ չենք ունենա։ ՏՏ ոլորտը կգնար ուրիշ տեղ, որտեղ զգալի զարգացումներ մեր ՏՏ ոլորտում սկսեցին 22 թվականից։ Հիմնականում հիմա ՏՏ ոլորտում որ նայում ենք ռուսներ են։ Հասկանալ է։ Ու ասեմ, երբ որ մենք 15 թվականին մտանք ԵԱՏՄ, մեր արտահանումը դեպի Ռուսաստանի Դաշնություն 150 միլիոն էր։ 2021 թվականին արդեն 880 միլիոն, այսինքն այդ կարճ տարիների ընթացքում 5-6 անգամ աճեց, այսինքն ինքնին առանց վերարտահանման, որը նույնպես նկատում է նրա մասին, որ լավ վեկտոր է զարգացման մասին զուտ տնտեսավարողների համար։ Հետո էլի խնդիրներ սկսվեցին ի վերարտահանում այս կողմում, բայց նորից նշեմ, ինչ էլ մեր քաղաքական ղեկավարությունը այս պահին ասի, ինչ հայտարարություններ ասեն, որոնք հասկանալի, ասենք, ընտրական շրջան է, կարող են արվեն, ասենք, որոշակի ընտրություններում միավորներ կորզելու համար ենթադրենք, կամ այլ բաների համար, կամ ընտրազանգված շեղելու համար, սակայն նորից նշեմ, փաստը մնում է փաստ, որ 2018 թվականից այս կողմ, այս կառավարության օրոք, մեր արտահանումը դեպի ԵԱՏՄ 5 եւ ավել անգամ աճել է։ Իսկ դեպի Եվրոմիություն, որը կարծես թե մեր տնտեսության վեկտորն ուզում լինել զարգացման, 5%-ով տանկել է։ Նույնիսկ հավելյալ ասեմ, այս կառավարության օրոք Հայաստանը դարձավ ոսկու վերարտահանման հաբ Ռուսաստանը, որը մեծ քանակությամբ, ահավոր մեծ քանակությամբ, միլիարդավոր դոլարների մասին գալիս էր Հայաստանի Հանրապետություն եւ գնում էր տարանցիկ երկիր էին։ Տարանցիկ երկիր եւ գնում էր մի մասը 45%-ը մեծ Չինաստան, այսինքն Հոնկոնգ եւ Չինաստան։ Ու սա հարց է առաջանում, ինչու էր Հայաստանի միջով այդ ոսկին ասում, ինչի համար էր վճար դա։ Եթե օրինակ պատկերացնենք այս պահին մենք որոշել ենք նաև որոշակի ապրանքներ ԵԱՏՄ չենք ուղարկում, պիտի ուղարկենք Եվրոպա։ Այն չափորոշիչները, որ կա Եվրոպայում, մենք քանի տարի, ինչքան ժամանակ կարող ենք հասնել դրան եւ մեր ապրանքները այնտեղ ինչ որ արժեք ունենան։ Իհարկե պիտի ձգտենք Եվրոմիության շուկան։ Պիտի ձգտենք, անխոսք։ Սակայն պետք է հասկանալ, որ առաջին հերթին, այսպես ասած, որ նստել ենք Ռուսաստանի Դաշնության վրա, մեզ ստանդարտիզացում չկա, որակ չի պահանջում, ասենք ցածր որակի ապրանք են պահանջում։ Եվ իհարկե դրանից քանակը շատանում է, բայց օրինակի համար ինչի մենք պիտի ենթադրենք $2 գինի արտահանենք, որ ձեռ չի տալիս, բայց իրականում գինեգործությունը դրանից կամաց փլուզում է։ Մենք պիտի արտահանենք գինի, որը արժի $50, $70, եվրո եւ արտահանենք Եվրոմիություն ենթադրենք։ Բայց այդ տրամաբանության մեջ արդեն իսկ հարց առաջանում ինչի է մեզ պետք, որ Եվրոմիության անդամ լինենք, եթե որտեվ այդ գնի պայմաններում արդեն էական չի դու միասնական առևտրային գոտում ես, թե ոչ։ Բացատրեմ ձեզ ինչու՞մ է խնդիրը։ Այստեղ ոչ միայն խնդիրը ստանդարտիզացումն է, որը հանդիսանում է Իրանից, այնց ոչ բացահայտ տարիֆ։ Այսինքն դու կարող ես նույնիսկ Եվրոմիության հետ ընդհանուր գոտում լինես, բայց քանի որ ստանդարտիզացում չունենաս, քո ապրանքը չմտնի Եվրոմիության շուկա։ Ու շատ պետություններ կան, որոնք պարզապես հումք են արտահանում Եվրոմիություն, որտեղ իրաց այլ ապրանքները ստանդարտիզացում չեն կարող բավարարել։ Բացի այդ ուստեղ նաև տրանսպորտային խնդիրը կա։ Տրանսպորտային խնդիրը, որ մեր ապրանքը մինչև հասնի Եվրոմիություն, տրանսպորտային ծախսերը բավականին մեծանալու են։ Հետո հարցը ոնց հասնելու Վրաստանով, Թուրքիայով, այլ ճանապարհով։
Հասկանել է, դուք չեք կարող պարզապես ինքնաթիռով դնել ինքնաթիռ։ Իհարկե պիտի ձգտել դրան, որպեսզի մենք կարողանանք բուտիկ ապրանքներ արտահանել, որոնք, ասենք, ցածր կշիռ ունենան, բարձր արժեք եւ տրանսպորտային ծախսերը քիչ են, դրան պիտի ձգտել։ Սակայն պետք է հասկանալ, որ ամեն ինչ փուլային պիտի լինի։ Մենք միանգամից չենք կարող հրաժարվենք Ռուսաստանի Դաշնությունից։ Եվ փուլային պետք է ոչ միայն, ասենք, վсё, վերջակետ փակում ենք Ռուսաստանի Դաշնությունը, հետո հանկարծակի փաստի առաջ ենք կանգնում, այլ փուլային հասկանանք, որ առաջին հերթին գյուղատնտեսության խնդիր ունենք։ Պիտի հասկանանք ոնց անենք, որ մեր ապրանքի որակը բարձրանա, բուտիկ ինչ ապրանք ունի գեղեցիկ, օրինակ Շվեյցարիան ոնց է անում, ենթադրենք էլի սարեր են, ծովային ցամաք չունի, բայց այնց ապրանքներ է արտադրում, ժամացույցներ, ենթադրենք շոկոլադ, ծաղիկներ, ենթադրենք, որոնք անկախ տրանսպորտային ծախսերից ավելացնում պահանջված են։ Այսինքն մենք է դրա մասին պետք է մտածենք։ Մեր ծիրանը ոչ մեկին պետք չի, կներեք։ Որտեվ ծիրանը խնդրահարույց է, մինչև հասնում է Ռուսաստանի Դաշնություն, այնտեղ անորակ է դառնում, այնտեղ վրացիները խնդիրներ են առաջացնում Լարսի սահմանին, այնտեղ մենք պիտի հարկ վճարենք, բանը կոռուպցիոն հարկ պիտի վճարենք մինչև անցնի, Ռուսաստանում է խնդիրներ առաջանում, որովհետև մեր կառավարությունների մինչև բանը մակերեսային մակարդակով բավականին մեծ խնդիրներ կան, ասենք այլ խնդիրներ են, ինչի համար, ասենք եթե մենք կարող ենք, ասենք ծիրանի ջեմ արտադրենք, շիրեր արտադրենք, ենթադրենք, կամ ոչ թե պոպոկ արտահանենք, այլ պոպոկի մուրաբայի արտադրությունը շարունակենք, ենթադրենք Made in Armenia բրենդեր մեծացնենք, այսինքն այստեղ ավելացած արժեքի մեծացման շղթա է։ Ու այս պարագայում, տեսեք, մենք արդեն սահմանների փակ խնդիրը կամ լոգիստիկ խնդիրները իջնում են։ Ու մենք կարող ենք բացի Ռուսաստանի Դաշնությունից այլ շուկաների գնալ։ Սակայն քանի որ Ռուսաստանի Դաշնությունը նորից ասա, այն շուկայա, որ էլի հստակ ասեմ իրականությունը, մենք մեր ապրանքի մեծ քանակությունը, պատրաստ ապրանքի մեծ ավելացված արժեք ունեցող ապրանքի ղողարկում է Ռուսաստանի Դաշնությունը։ Ու այս ընթացքում Ռուսաստանի Դաշնության արտահանումը մի քանի անգամ, տասնյակ գրեթե անգամ աճել զուտ է նրա համար, որ Հայաստանի համար հարմար շուկա է, անկախ հայտարարություններից։ Բայց դա բերել է նաև նրան, որ մենք չենք սովորել որակ անել, քանակ ենք արտահանում, ոչ թե որակ։ Մենք պիտի սովորենք որակ արտահանել։ Եվ դա ոչ թե նրա խնդիրն է, որ քաղաքական հայտարարություն է։ Այսինքն, եթե ամփոփենք միտքը, անկախ քաղաքական հայտարարություններից տնտեսությունը մեր լրիվ այլ հարթությունում է գործում։ Եթե քաղաքական հայտարարություններ լինեն մի բան, իրականում տնտեսական կյանքում, տնտեսության մեջ դա լրիվ այլ ձևով է արտացոլվում։ Այսինքն տնտեսությունը չի խոսում մեր քաղաքական այն հայտարարությունների հետ, որոնք հիմա կան։ Այո։ Եվ պետք է հասկանալ, որ ընտրությունների շրջան է, եւ շատ բան արվում է ի հանուն ընտրությունների։ Եվ այս ամեն ինչի մասին ավելի խորը ես խոսում եմ իմ կայքում, տվյալ կետքում։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։